Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր միասին պատրաստելու ենք անչափ համեղ, սեզոնային և տնական պաղպաղակ։ Ներկայումս գիտենք, թե ինչպիսի բաղադրիչներ են ավելացվում պետական պաղպաղակների մեջ, ուստի շատ ցանկալի է, որպեսզի կարողանանք պատրաստել տանը։ Առաջարկում եմ ձեզ պաղպաղակի շատ հեշտ և մատչելի տարբերակ։ Դիտեք մինչև վերջ և ձեր կարծիքը կգրեք մեկնաբանության դաշտում։ Սկզբի համար կվերցնենք 4 ձու, անհրաժեշտ է 1 բաժակ շաքարավազ, 1 լիտր կաթ, 2 ճաշի գդալ կրախմալ։ Ընդամենը մի քանի բաղադրիչով և մի քանի թեթև քայլով մենք կստանանք շատ համեղ և օգտակար պաղպաղակ։ Ձվի դեղնուցները առանձնացնում ենք սպիտակուցից, սպիտակուցները կդնենք սառնարան մինչև օգտագործելը։ Դեղնուցի վրա կավելացնենք 200 գրամ շաքարավազ, եթե քաղցր եք սիրում, կարող եք օգտագործել 250 գրամ։ Լավ կխառնենք։ Ընթացքում կարող եք մի փոքր կաթ ավելացնել, որպեսզի հեշտ լուծվեն, հեշտ միախառնվեն և հետո գնդիկներ չառաջանա։ Ավելացնում ենք 2 ճաշի գդալ կրախմալ, կամ եթե ձեռքի տակ չունեք կրախմալ, կարող եք ալյուր օգտագործել։ Եվս մեկ անգամ լավ խառնում ենք։ Եվ արդեն ավելացնում ենք մնացած կաթը։ Կաթը պարտադիր չի եռացնել, կարող եք միանգամից օգտագործել սառը կաթ։ Զանգվածը դնում ենք կրակին և անընդհատ խառնելով եփում ենք այնքան, մինչև մի փոքր թանձրանա։ Շատ չենք թողնում թանձրանա։ Մի փոքր պնդանալուց հետո վերցնում ենք կրակից, տեղափոխում ենք մեկ այլ ամանի մեջ, որի մեջ պատրաստելու ենք պաղպաղակը և թողնում ենք սառի։ Սկսում ենք պատրաստել երկրորդ հատվածը։ 4 ձվի սպիտակուցը սառնարանից հանում ենք, ավելացնում ենք 1 պտղունց աղ և հարում ենք այնքան, մինչև լավ փրփրի։ Պատրաստում ենք սովորական բեզե։ Լավ փրփրելուց հետո ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ և մի փոքր վանիլին։
Ըստ ցանկության կարող եք նաև մանր կտրատած շոկոլադ օգտագործել կակաոյի փոխարեն, կամ կարող եք սկզբում կրախմալի հետ ավելացնել 1 ճաշի գթալ շաքարավա, կակաո եւ այն կդառնա շոկոլադե պաղպաղակ։ Շոկոլադը կարող եք չավելացնել։ Խառնելուց հետո բեզեի զանգվածը զգուշությամբ միացնում ենք կրեմային զանգվածի վրա։ Խառնում ենք շատ զգույշ վերևից ներքև նույնանման շարժումներով, որպեսզի մեր պաղպաղակը ստացվի շատ նուրբ եւ եթերային։ Լավ խառնում ենք, դնում ենք սառնարան, այնքան մինչև լավ սառի, մոտավորապես 24 ժամ է հարկավոր։ Շատ առողջարար եւ ձեր երեխաներին անպայման դուր կգա։ Կարող եք պատրաստել եւ հիացնել ձեր ընտանիքի անդամներին։ Շնորհակալություն իմ ալիքին հետևելու համար։ Եթե չեք բաժանորդագրվել, կխնդրեմ բաժանորդագրվեք։ Շնորհակալություն, ցտեսություն, մնացեք խաղաղությամբ։